Ջերուսման ամբողջ համակարգը մեկ կաթսայի գնով կաթսան ձեզանից, մնացածը մեզանից։ Ընտրեք Maverick կամ Navi երգխնայող կաթսաներից մեկը, իսկ ծխատարը, մարտկոցները, խողովակները, բոլոր դետալները, առաքումն ու տեղադրումը կստանաք իդեալ համակարգից։ Վճարեք միայն կաթսայի համար եւ ստացեք ամբողջ ջերուսման համակարգը նույն գնով։ Մանրամասները idealsystem.am Իդեալ համակարգ 29 տարի դեպի կատարելություն։ Ողջույն, դուք դիտում եք առաջին լրատվականը, ես Ժիրայր Ոսկանյանն եմ, զրուցակիցս Ուկրաինայի Խմելնիցկի մարզի հայկական համայնքի ղեկավար Սուրեն Հավաքյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Հավաքյան, այսօր տեղի ունեցան Լավրով եւ Ռուբիո բանակցությունները, դրանք տևեցին 35 րոպե, քննարկեցին Մերձավոր Արևելքի հարցը, ուկրաինական հարցը, Միացյալ Նահանգներ, Ռուսաստան, հնարավոր գործակցությունը եւ այլն, հա։ Դատելով նաեւ որ հանդիպումը բավականին կարճ էր, տարբեր գնահատականների է արժանանում, բայց այնուամենայնիվ մինչև այդ հանդիպումը Լավրովը տարատեսակ հայտարարություններ էր անում եւ բնականաբար ուկրաինական կողմին մեղադրելով քաղաքացիական ենթակառուցվածքներ թիրախավորելու մեջ, նշելով նաեւ որ այդ ամեն ինչ համապատասխան չի մնա, այնուհետեւ միջազգային լրատվականներ կային, որոնք գրեցին, որ Ռուսաստանը չի գնալու բանակցությունների մինչև ամբողջական վերահսկողություն չսահմանի Դոնեցկի մարզի նկատմամբ եւ նշում էին, որ ռուսական ուժայինները Պուտինին վստահեցրել են, որ մինչև տարվա վերջ այդ խնդիրը լուծված է լինելու, հետեւաբար Մոսկվան սպասում է դրան։ Ընդհանուր առմամբ ինչ իրավիճակ է տիրում եւ արդյոք Ռուսաստանի այդ նկրտումները մինչև տարեվերջ ամբողջական վերահսկողության հաստատումից հետո արդեն գնալ բանակցությունների հավանական է համարում։ Նախ ասեմ, որ նախ ողջունում եմ ձեր հանդեսատեսին։ Ասեմ, որ սա բազմիցս ասել եմ եւս մեկ անգամ կրկնեմ, որ նման Ռուսաստանի նման դրսևորումը հերթական խոճապի ուղղակի մատնությունն է, իրենք իրենց մատնում են, քանի որ գտնվում են խոճապի մեջ, եւ Ռուսաստանը հենց առաջին այս օրվանից, դաժե միջև պատերազմը սկսելը միշտ խոսել է շանտաժի լեզվով եւ ցանկացած պետության հետ, ցանկացած հարաբերություններում նրա ոչն է շանտաժի։ Եվ թե ինչ է հայտարարում Պուտինը եւ ինչ է հայտարարում Լավրովը, սրանք նույն բաներն են եւ ինչքան գազանը նեղն են գնում, այդքան շատ ավելի բարձր է գոռում եւ շատ ավելի խիստ է ձևանում։ Իրականում բեկումնային փոփոխություններն արդեն մոտ 2 ամիս է, որ շարունակվում են ռազմի դաշտում, ես ուղղակի ունեմ անմիջական մասնակցություն եւ ուղղակի ունեմ ուղիղ ինֆորմացիա։ Եվ ասել, որ միջև տարվա վերջ Ռուսաստանը կլուծի իրենց հայտարարած հարցը, որ պետք է իրենց կոնտրոլը վերականգնեն ամբողջ Դոնբասի տարածքում, դա այդպես չի եւ իմ ասելը թողնենք մի կողմի, ցանկացած մարդ կարող է հետևել պատերազմական գործողությունների դինամիկային եւ հասկանալ, որ Ռուսաստանը Չասովյարը գրավելուց հետո, որը գտնվում է 7 կիլոմետր հեռավորության վրա Կոնստանտինովկայից, որ հիմա շատ ակտիվ մարտեր են ընթանում, եւ Կոնստանտինովկան Ռուսաստանը չի կարողանում շրջապատել արդեն մի տարի 3 ամիս է։ Եկեք պատկերացնենք, գերհզոր Ռուսաստանը 7 կիլոմետր չի կարողանում առաջ շարժվել եւ գոնե շրջապակել կամ գոնե օպերատիվ շրջապակման մեջ վերցնել կամ քրակային շրջապակման մեջ վերցնել Կոնստանտինովկան։ Ինչի մասին է խոսքը։ Միջև տարվա վերջ 5 ամիս է մնացել, իսկ բացի Կոնստանտինովկայից դեռ շատ ավելի խոշոր քաղաք է Կրամատորսկը, Սլավյանսկը, դեռ իրենց արանքում կա Դրուշկիվկա քաղաքը, դեռ Դաբրապոլեն, մի խոսքով, սա իրական չէ եւ ինձ թվում է ընդհանրապես առաջխաղացումը այլևս իրական չէ։ Եթե նույնիսկ կան տարածքներ, կան ուղղություններ, որտեղ ռուսական կողմը կարողանում է մի ամսվա ընթացքում 500 մետր կամ
մի կիլոմետր առաջ խաղալ, դա էլ է կանգնելու, որովհետև հիմա շատ լուրջ խնդիրների առաջ է կանգնած ռուսական զորքը, բոլորս տեղյակ ենք, լոգիստիկ ճանապարհները բավականին լուրջ վերահսկվում են մեր զինված ուժերի կողմից, անօթաչու թռչող սարքերի կողմից, Ղրիմը ամբողջովին օպերատիվ հսկողության տակ է, շրջափակման մեջ է, գումարենք, որ նավթի վերամշակման արտադրությունը Ռուսաստանի 45%-ից ավել է չի գործում, վնասված է, բոլոր գործարաններն են վնասված, կարելի է ռեալ գնահատել, որ զինվորական հաջողությունը այդքան էլ իրատեսական չէ։ Էլ չեմ ասում, պարզ օրինակները, պարզ փորձը, որ մի տարուց ավել 7 կիլոմետր չի կարողանում շարժվել։ Այսինքն, եթե զինվորական հաջողությունները էլ հնարավոր չեն, ապա քաղաքականները կգան առաջ։ Եթե ինչ խոսք քաղաքական, միշտ քաղաքական միջոցները ակտուալ են, բայց իրենց հայտարարությունը, որ մենք պիտի վերցնենք մեր վերահսկողության տակ Դոնբասը, դեռ այսօրվա չի, սա հայտարարություն է, որ արվել է դեռ 2 տարի կամ ավելի առաջ, սկզբից ամբողջ Ուկրաինան էր իրենց վերահսկողության տակ պիտի անցներ 3 օրվա, հետո 7 օրվա ընթացքում, հետո մի ամսվա ընթացքում, հենց պատերազմի սկզբից։ Մոտ 2 տարուց ավել է խոսում են գոնե Դոնբասի վերահսկողության մասին, մենք դեռ այն ժամանակ չենք համաձայնվել, պարզ հայտարարել է նախագահը մեր, որ մենք երբեք մեր զորքերը հետ չենք քաշի այն տարածքներից, որտեղ կանգնած ենք եւ եկեք դադարեցնենք հենց այս պահին, հենց այստեղում, որտեղ գտնվում ենք։ Այսինքն այս առաջարկը, այս պայմանը, որ առաջարկել է Ռուսաստանը դեռ 2 տարի առաջ, չի ընդունվել մեր կողմից։ Էլ հիմա ինչ է կարծում, ոնց կարող է ընդունվի, եթե մենք այսօր ավելի հարձակողական դիրքերում ենք եւ այսօր Ռուսաստանը շատ լուրջ վիճակի մեջ է, շատ լուրջ խնդիրների մեջ, ռազմական եւ տնտեսական եւ քաղաքական եւ ներքաղաքական բավականին լուրջ խմորումներ են արդեն ներկրեմլյան շրջապատներում, զինվորականների բարձր էշելոններում, եթե արդեն հանրային ձևով կարողանում են գեներալները դեմ ելույթներ ունենալ իրենց գլխավոր հրամանատարին, դե պատկերացրեք ինչքան է լարված իրավիճակը եւ ես չեմ կասկածում, որ կան առողջ մտածելակերպի մարդիկ, որոնք ես չեմ արդարացնում իրենց, բայց արդեն հասկացել են, որ սա եթե այսօր հենց թեկուզ դիվանագիտության միջոցով կանգ չառնի Ռուսաստանը, ապա սա կտանի ընդհանրապես Ռուսաստանի կործանմանը, ել չեմ ասում, ռուս ազգի կործանմանը կարող է տանել, ամեն ինչի կարող է տանել։ Եվ այն շանտաժը, որ մինչ վերջերս օգտագործում էր Ռուսաստանը կապված միջուկային զենքի հետ, այլևս ակտուալ չի եւ բոլորը գիտեն եւ հասկանում են, որ դա անհնարին է, դա հնարավոր չի բացարձակ, այսինքն մնում է դիվանագիտական ճանապարհներով երեսը փրկելով իսկ միակ պայմանը լինելու է հետեւյալը, ռուսական զորքերը դուրս են գալիս Ուկրաինայից, պայմանագիր է կնքվում խաղաղության, այն պայմաններով, որ Ռուսաստանը պարտավորվում է վերականգնել իր իսկ ձեռքով բերած այդ բոլոր ավերածությունները, կոմպենսացնել բոլոր վնասները, որ հասցրել է այս երկար տարիների ընթացքում 14 թվականից սկսված։ Իսկ որքան է այդ տարբերակը իրատեսական, հաշվի առնելով, որ դա Ռուսաստանի կամ Ռուսաստանի քաղաքական, ռազմական ղեկավարության համար հավասարազոր կլինի ինքնասպանության նման մի բան։ Դե խնդիրը հենց դրանումն է, որ Ռուսաստանը, էլի կարծիքն եմ, ես վաղուց արտահայտվել եմ, Ռուսաստանը գոյություն ունի միայն հաղթանակների շնորհիվ, բռնապետությունը, ցանկացած բռնապետություն, Ռուսաստանը առավել եւս։ Բայց եւ այնպես, եթե ուժայինները հասկանում են, որ այլևս ուրիշ ճար չկա, մնում է կամ, այսինքն կամ նրանք պիտի գնան նման պայմանի,
խաղաղության, կամ կստանան ոչինչ եւ ինձ թվում է դաժե նույնիսկ ռուսական պետականությունը կկործանվի։ Եթե չհամաձայնվեն, եթե կան առողջ ուժեր, ինձ թվում է կան, իրենք անպայման կկանգնացնեն։ Ինչ մեթոդներով, ինչ մեխանիզմով դա կստացվի, տարբեր սցենարներ կարող են լինել, միջև հեղաշրջումից, պալատական հեղաշրջում եւ այլն, տարբեր սցենարներ կարող են լինել, բայց եւ այդպես սա անխուսափելի է։ Այսինքն կամ ռազմական պիտի կապիտուլյացիայի ենթարկվի Ռուսաստանը, կամ ուղղակի հասկանան, որ գոնե այս պահին կանգ առնեն, քանի որ մենք տեսնում ենք, որ վերջին ամիսներին արդեն իրական ռազմական գործողությունները ի շնորհիվ անօթաչու տեխնոլոգիաների նման զարգացման, նման աճի, կտրուկ աճի, տեղափոխվել են ռուսական կայսրության տարածք։ Եվ սա արդեն հասկանում է սովորական քաղաքացին եւ տուժվում է արդեն սովորական քաղաքացին, չնայած այն բանին, որ ես համոզված եմ եւ գիտեմ, որ շատ չնչին քանակությամբ այն էլ կարող է լինել սխալմունքի արդյունք, որ թիրախավորվեն ոչ ռազմական, ոչ արդյունաբերական օբյեկտները, այլ ուղղակի բնակելի շենքեր կամ բնակարաններ, 1-2 դեպք կարող է լինել։ Եթե մենք հետևենք ցանցերին, հաստատ չկան նման կադրեր, որոնք կարող են հաստատել։ Իսկ Ռուսաստանը կադրերի մասնագետ է, նման բանը բաց չէին թողնի ամբողջ աշխարհին բացատրելու եւ ապացուցելու, որ Ուկրաինան քաղաքացիներին է ուղղակի թիրախավորում։ Այո, դա մենք տեսնում ենք, որ Ռուսաստանի խորքին են արդեն հարվածներ հասցվում, այդ նավթավերամշակման օբյեկտներ եւ այլն, եւ այն ճգնաժամ էներգետիկ, որ առաջացել է Ռուսաստանում, թեև Պուտինը նախորդին ասաց, շատ մոտ ժամանակներս այս հարցը լուծվելու է, արդեն կայունանալու է։ Հիմա շատ քննարկվում է Wildberries-ի լոգիստիկ կառույցների հետ կապված հարցը։ Դե ուկրաինական կողմը նշում է ինչու են դրանք թիրախավորվում, հա, այնտեղ ռազմական նշանակության տեղաշարժեր են տեղի ունենում, բայց դե ռուսական կողմն էլ բնականաբար դրանք հերքում է։ Դուք նշեցիք անօթաչու թռչող սարքերի տեխնոլոգիական այդ զարգացումը, հա, Ուկրաինային հնարավորություն տվեց իրավիճակ փոխել։ Այդ զարգացումը փոխում է, այսինքն այս իրավիճակը նաև ներ-ուկրաինական իրավիճակն է փոխում, երբ դուք նշում եք, որ բեկումնային փոփոխություն է ռազմի դաշտում, հա, այլ ներ-ուկրաինական իրավիճակը սրանով պայմանավորված եւս փոխվում է։ Անշուշտ փոխվում է, ասել կապ չունի ներ-քաղաքական, ներ-ուկրաինական իրավիճակի, դա կլինի ոչ շատ ճիշտ, քանի որ 5 տարի է մոտ պատերազմող երկիրը ցանկացած հաջողության դեպքում ներքաղաքական տրամադրությունները անշուշտ փոխվում են։ Եվ ճիշտ է, բացեիբաց չի ասվում, չի քննարկվում ընտրությունների խնդիրը, բայց եւ այնպես հասկանալի է, որ վաղ թե ուշ արդեն ժամանակն է, որ Ուկրաինայում տեղի ունենան ընտրություններ եւ ինչպես բոլոր պետություններում հաստատ ընտրություններին ընդառաջ միշտ փոփոխվում է ներքաղաքական իրավիճակը, այսինքն սա հույս է, որ մոտենում է ավելի ավարտը պատերազմի եւ տրամադրությունները բնականաբար գնում են դեպի խաղաղ կյանքի եւ անպայման փոխվում են ներքաղաքական տրամադրությունները, ներուկրաինական տրամադրությունները, ավելի կոնկրետ դժվար է ասել։ Իսկ Զելենսկում պոտենցիալ փոխարինողներ կան, հավանական։ Ինչ խոսք, կլինեն, կան եւ ասել, որ Զելենսկին բացարձակ հեղինակություն է վայելում, հաստատ դա այդպես չի։ Եթե նույնիսկ տրամաբանորեն մտածենք, չի կարող վայելի մի մարդ բացարձակ հեղինակություն, երբ 5 տարի պատերազմ է գնում, ժողովուրդը հոգնել է պատերազմից եւ ինչքան էլ գլխավոր հրամանատարը իր գործը փայլուն կատարի 5 տարի պատերազմի մեջ ապրող ժողովուրդը անպայման գոնե որոշ չափով դժգոհություն կունենա։ Իսկ Միացյալ Նահանգները Ռուսաստանի ինչ պայմանավորվածություններ Ուկրաինայի մասով բացառում եք։ Վերջերս ասած արդեն տևական ժամանակ մենք տեսնում ենք ԱՄՆ-ի այսպես ընդհանուր ռետորաբանության փոփոխությունը, հա, Թրամփը մի շրջան կար բավականին կոշտ էր արտահայտվում, սպառնալիքներ էր ընդհանուր հնչեցնում եւ այլն, բայց հիմա կարծես թե այս հարցում ավելի այսպես ասենք նախկին պրո-ուկրաինական դիրքը վերականգնել է Միացյալ Նահանգները։ Դե բոլորս հիշում ենք Տրամփի գալուց հենց սկզբի առաջին իսկ հանդիպման
այդ թատրոնը կամ բեմականացումը, եսին ոնց կասենք, բայց ժամանակները ցույց տվեցին, քանի որ իմ կարծիքով էլի Իրանի դեմ սանձազերծած այս ռազմական գործողությունները չեմ ուզում քննարկեմ ճիշտ էր թե սխալ, ամեն դեպքում ռազմական առումով Ամերիկայի Միացյալ Նահանգները հասկացան, որ տեխնոլոգիաները, բարձր տեխնոլոգիաները դեռ բավարար չեն ունենալ բարձր կամ բացարձակ առավելություն։ Եվ այն բանից հետո, երբ զինված ուժերում կամ զենքի արտադրությամբ զբաղվող ընկերությունները հասկացան, որ Ուկրաինայում շատ ավելի առաջադեմ եւ շատ ավելի էժան գնով կարելի է ունենալ նույն էֆեկտիվության անօթաչու թռչող սարքեր, սկսեցին նախ հաշվի նստել ուկրաինական ռազմաարդյունաբերության հետ։ Երկրորդն էլ չմոռանանք ինչ զիջումներ արեցին Ռուսաստանին, որպեսզի գնան խաղաղության, գնան ամեն դեպքում բոլոր հնարավոր զիջումների գնաց Թրամփը նախագահը զիջելով ուկրաինական դիրքերը մինչև անգամ որ պիտի համաձայնվեք հենց հիմա, հենց նույնիսկ Դոնբասը տալու հետ համաձայն էին, բայց հասկացան, որ արդյունք չկա։ Եվ այն պահից, երբ իմ կարծիքով Չինաստան-Ամերիկա հարաբերությունները մի քիչ ավելի կարգավորվեցին, երևի թե ձեռք բերվեցին համաձայնություններ, որ Չինաստանի միջամտությունը, Չինաստանի մասնակցությունը անիմաստ է եւ սա բերում է շատ աղետալի հետևանքների։ Ասենք, որ կտրուկ աճել են զոհերը եւ սա հասկանալ է բոլորի համար, անկախ նրանից Ռուսաստանը ճիշտ է, ագրեսոր է, կապ չունի, մարդիկ են մահանում։ Պարոն Ավագյան, մայիսին Երևանում երբ տեղի ունեցավ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, ներկայ նաև Ուկրաինայի նախագահը, բնականաբար ռուսական կողմը Զելենսկու հայտարարությունները բավականին բուռն ընկալեց, Երևանին սկսեց թիրախավորել, ընդդեմ բացատրություններ պահանջել Երևանից ու նման բաներ։ Այնուհետև այցի, այսպես ասած, ամփոփմամբ Զելենսկին նաև նշեց, որ պայմանավորվել են Հայաստանի հետ ակտիվացնել միջկառավարական երկխոսությունը, տնտեսական եւ այլն, երբ Ռուսաստանը որոշակի սանկցիաներ սկսեց արդեն կիրառել Հայաստանի արտադրանքի նկատմամբ տեղեկություններ տարածվեցին, այդ թվում տարատեսակ արտադրանքների, այդ թվում եւ Ուկրաինա տեղափոխման մասին։ Դուք նշեցիք անօթաչու թռչող սարքերի տեխնոլոգիական զարգացումների մասին, հա, որքանով է հնարավոր, որպեսզի Ուկրաինան եւ Հայաստանը կարողանան համագործակցել նաեւ ոչ միայն տնտեսական, այլ նաեւ պաշտպանական ոլորտում, հա, հաշվի առնելով Ուկրաինայի ներկայիս տեխնոլոգիական զարգացման տեմպերը եւ ինչու՞ չէ նաեւ բավականին մեծ եւ արժեքավոր փորձը, հա։ Ասեմ, որ փորձը դա առաջին, ասես ասած, արժեքն է, որ ունի Ուկրաինան։ Մենք ունենք կենթանի լաբորատորիա, որ այսօր մի քիչ ցինիկ է հնչում, բայց դա այդպես է, պատերազմն է, որտեղ ցանկացած զենք օգտագործվում, փորձարկվում է ռեալ պայմաններում, պատերազմական պայմաններում։ Դրա այսքան նաև մարդկային գործոնը այդտեղ կարևոր է շատ։ Ասել ինչքանով է հնարավոր, որպեսզի շատ չկոնկրետացնենք, որտեղ սա մի քիչ նուրբ ոլորտի մասին ենք խոսում։ Ուղղակի ասեմ մի օրինակ, որ Ուկրաինան այսօր ռազմաարդյունաբերության առումով համագործակցում է տասնյակ պետությունների հետ, ինչու չի կարող Հայաստանի հետ։ Եվ եթե հաշվի առնենք վերջին իրադարձությունները սկսած մայիս ամսից եւ ավելի շուտ Ռուսաստանի դուրս մղումը Կովկասյան, Հարավ-Կովկասյան ռեգիոնից եւ բացեիբաց թշնամական վերաբերմունքը Ռուսաստանի կողմից, պատճառը չասեմ, բոլորս հասկանում ենք, որ Ռուսաստանը Հայաստանին միշտ դիտարկել է որպես, չգիտեմ, կոպիտ չասեմ, գուբերնիայի կարգավիճակում եւ միշտ այդ կարծիքին է, որ իր թելադրանքով պիտի լինի ամեն ինչ, չնայած աբսուրդ է, որ Ալիևի հայտարարությունները, չգիտես ինչու Ռուսաստանը երբեք չի քննադատում, չնայած որ նույն համանման լրիվ համանման դեպքեր եղել են եւ ոչ մի անգամ։
Այսինքն այս этаպն էլ մենք անցանք։ Ես համարում եմ, որ Փառք Աստծո եւ շատ շնորհակալ եմ, որ մենք անցանք պետականորեն անցանք այս этаպը եւ ամեն ինչից զատ այդ նույն սանկցիաները մենք այս պատմությունն անցել ենք Ուկրաինայում ուղղակի եւ այս ապրանքների արգելակումները եւ պատկերացրեք Ուկրաինայի համար ինչ ծանր հետևանքներ էին ունենում, երբ Ռուսաստանը մի օր արթնանում էր, քանի որ իր քաղաքական հարցերը այնպես չէին լուծվում Ուկրաինայում ընթացիկ հարցերը եւ հայտարարում էր արգելակում էր կատնամընթերքի ներմուծում Ռուսաստան, սա միլիարդների չափաքանակներ էին, որոնք ամսական բավականին մեծ քանակներ էին կազմում եւ լուրջ արդյունաբերողներ մի ամիս, երկու ամիս կանգառի հետևանքով կարեն լրիվ բանկրոտի ենթարկվեին, այսինքն մենք այս этаպն անցել ենք եւ Փառք Աստծո սա էլ չօգնեց, Փառք Աստծո կար մոլդովական փորձը եւ եվրոպական միությունը ձեռք մեկնեց եւ դա սպասելի քայլ էր, որից միջև հիմա խռոված է բանը արքան իրենց այդ Պուտինը նույնիսկ չէր շնորհավորում դե չէր շնորհավորում վերջը Շատ լավ, պարոն Ավագյան, դուք ասացիք Ուկրաինան եւս անցել է այդ դժվարությունների միջով եւ ռուսական կողմը, այդ թվում եւ Պուտինը, երբ խոսում է Հայաստանի հնարավոր եվրոպական ուղղությունների մասին, հիշեցնում է Ուկրաինան բարբերաբար, դե ամենաբարձր մակարդակով, հա, ասում են այդտեղ էլ ամեն ինչ սկսվեց դրանից, հա, այս հնարավոր զարգացումը Հայաստանին ուկրաինական ներկա իրավիճակով վախեցնելու, սա մեկ եւ երկրորդը Ուկրաինայում ինչպես են տեսնում Հայաստանի տրանսֆորմացիան։ Վերադառնանք հաղորդման սկզբին։ Շանտաժի լեզուն Ռուսաստանինն է եւ դա ոչ միայն Ուկրաինային է վերաբերվում, բոլոր ցանկացած իր գործընկերներին ինքը սովոր է եւ իր մոտ ընդունված քաղաքականությունը շանտաժի լեզվով խոսել է։ Ես դեռ սկզբից եմ ասել 40 օր հետո պատերազմի մենք ես անձամբ պարզ տեսել եմ որ Ռուսաստանը այն ոնց կասեն կազինոյի նման բլեֆ է անում ամեն ինչ խոսում է ուղղակի ես միշտ հայտարարել եմ այս մասին բայց չեն կարողացել մարդիկ հավատալ միջև չի եկել հասել իրանց քաղաք իրանց բնակավայր որ հասկանան բալավ է Ռուսաստանն էս ինչ եղավ այս ոնց է նոր անօթաչուները օրվա ընթացքում 30 անօթաչու իրենց բակով պատտվում են վերջը սա հերթական շանտաժն է եւ վաղուց է շանտաժը ուղղակի միշտ ընդունվել է որ բայց կարող է էլի ես հասկանում եմ քաղաքական պետական այրերին որոնք պատասխանատու են եւ իրենք միշտ այդ սցենարը պիտի հաշվի առնեն բայց ես զարմանում եմ երբ սովորական քաղաքացին ունենալով բավականին մեծաքանակ ինֆորմացիա չի կարողանում գնահատել որ լավ ինչքան կարելի է լավ մի անգամ ասես շարեց ինչքան կարելի է վախենալ համոզվել որ հետևանք չի լինում ու նորից էլի վախենալ մենք չենք վերլուծում առողջ ու մտածում ճանապարհ մենք վախենում ենք նախ հենց Ռուսաստան ուրեմն նախ վախը հետո նոր առողջ քննադատությունը առողջ վերլուծությունը սա էլ մեր մոտ տարիների ընթացքում ձևավորված ինչ որ ռեֆլեքս է որը երևի թե ժամանակ է պետք որ մենք հանրային մակարդակով հանրային դիրույթում կարողանանք հասկանալ որ Ռուսաստանը ինքը ախր մի պետություն որի մեծ քանակություն մոտ 35-40%-ը ճանապարհներ չի տեսել երբեք մի պետություն որի զինվորները Ուկրաինայում կներեք բայց չեմ կարող չարտահայտել ունիտազը տեսնելու զարմանում էին քանդում էին ունիտազները եւ մեքենաները ուղարկում էին տուն Ռուսաստանի ինչ որ մի գյուղ ինչ որ օգտագործած ունիտազները ես մի անգամ օրինակ եմ բերել երբ մի ծերունի պատմում էր որ այս բնակավայրը այսինչ գյուղն է զինվորներով այն աստիճանի տանջեցին միջև սպանեցին այդ ծերունուն որ սա գյուղ չի սա քաղաք է միայն այն բանի համար որ ծերունին ասում էր չէ գյուղ է սրանք զարմացած դե կան այդ զայնագրությունները կան այդ ռադիոպերեխվածները որ
Սրանք ո՞նց կարող է, ունիտազը գյուղում ինչ ունիտազ։ Այդ Սպուտնիկովի այդ անտենաները, այդ ո՞նց, Աստված, գյուղում ինչ, ու այդ պապին սպանեցին։ Պատերազմի սկզբից ասում եմ, որ իրենք այդպես շքախմբով եկել են, միջև Կիև պիտի հասնեն, ծաղիկներով դիմավորեն, հենց սկսեցին առնչվել դժվարությունների, սկսեցին արդեն այդ թալանը շատ ցածր կենցաղային մակարդակով ունիտազ գողանալով, խալաձերնիկները գողանալով, ուղարկելով եւ այս ծերունին չկարողացավ իրանց համոզել տարիքով, որ մի 80-ին մոտ ծերուն է, որ իրենցից շատերը այդ նույն ազգության մարդիկ էին։ Ես եւս ձեր ասածները փաստեմ, որ երբ մենք գնացել ենք նկարանող խմբով Ուկրաինա եւ արդեն նախկինում Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքները, որ Ուկրաինան դեօկուպացրել էր արդեն, այնտեղի բնակիչները պատմում էին հենց այդ դեպքերը հայո նստակոնքերի վերաբերյալ, նաև դեպքեր էին պատմում, թե ինչպես են նաև թալանում եւ զարմանում այդպիսի բարձ կենցաղային, հա, իրեր տեսնելով, նաև պատմում էին, երբ մտնում էին տուն, տեսնում էին օրինակ օթորակիչ, կարծում էին, որ դրանք զինամթերք են եւ կրակում էին դրանց վրա, որպեսզի իրենց վրա չկրակեն, հա։ Դե հիմա պատկերացրեք այդ պետությունը հայտարարություն է անում ու մի ազգ, որը լուրջ վերլուծական հնարավորություններ ունի, որ շախմատային աշխարհում առաջինն ենք, ոչ թե առաջիններից, այլ առաջինն ենք, երկար տարիներ, չի կարողանում վերլուծել, որ լավ, այդ պետությունը ոնց կարող է իրան վախեցնել, ոնց կարող է հզոր բանակ ունենա։ Մի պետություն, որ սովորական կենցաղային իրեր չի կարողանում արտադրել։ Շնորհակալություն, պարոն Ավագյան։ Խնդրեմ։ Զրուցակիցս Ուկրաինայի Խմելնիցկի մարզի հայկական համայնքի ղեկավար Սուրեն Ավագյանն էր, մնացեք առաջինի հետ, ես Ժիրայր Ոսկանյանն եմ։